Եթերում իմպուլսն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ։ 2021 թվականին Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ այլևս դարձանք Վանաձոր խոշորացված համայնք, Վանաձորին միացան նաեւ շրջակա գյուղեր։ Քաղաքը համայնքը զարգանում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքով, ավականու կողմից նիստեր գումարելով, սակայն ավականին այսպես 4 տարի 1-2 նիստ է գումարել եւ չեն աշխատում, հանձնաժողովներ չեն գործում։ 33 ավականու անդամներից միայն մեկն է, որ անհաղորդ չէ, գալիս է մեր եթերներին, մյուս 32-ը այսպես գուցե նաեւ մոռացել են, որ ժամանակին 4 տարի առաջ ընտրվել են ավականու կազմում։ Եթե հետևում եք իմ անձնական էջի գրառումներին, երեկ ես գրառում էի կատարել Վանաձորի ավականու 5 խմբակցություններից եւ ոչ մեկը այսօրվա մեր քննարկմանը պատրաստակամություն չհայտնեց գալ մասնակցել։ Եվ արդյունքում ես էլի պայմանավորվածություններ ունեի Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից, թերևս նաև ավականու հետ խիստ կապված, որովհետև կինը ավականու անդամ է Արմեն Այվազյանին, Վանաձորի քաղաքապետարանի բաժնի պետ, եւ Գևորգ Քոթանջյանին, որը ուշի ուշով խոշորացույցով, մանրադիտակով հետևում է քաղաքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, դրանց իրավական կողմերին եւ նաեւ նրան, թե որքանով են պաշտպանված աշխատողների, մարդկանց, մեր քաղաքացիների իրավունքները։ Շնորհակալ եմ ընկերներ, որ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Եվ եկեք մի անգամից սկսենք, ինչու նիստեր չեն գումարվում կամ պետք է արդյոք որ նիստեր գումարվեն։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան, նախ ուզում եմ արձանագրել, որ համացանցում գրառում էի կատարել, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ քաղաքում աշխատանքներ չի իրականացում, խնդրում եմ արձագանքել, եւ Քոթանջյանը Գևորգը արձագանքել էր, շնորհակալ եմ, որ իր արձագանքելուց հետո դուք մեզ հրավիրեցիք այդ հարցի քննարկմանը, որովհետեւ դա կարեւոր է, պետք է մեր հասարակությունն իմանա, թե քաղաքում աշխատանքներ կատարվում են թե ոչ, եւ եթե քիչ են կատարվում, ում պատճառով։ Ավականու նիստերի հետ կապված կարող եմ ասել, որ 21 թվականին մենք բոլորս մասնակցել ենք քարոզարշավի, ես նույնպես ավականու տեխնացու եմ եղել եւ հիմա էլ դեռ հնարավորություն ունեմ լինելու եւ բոլորս խոստացել ենք վանաձորցիներին լավ կյանք, լավ քայլեր, որ անելու ենք ամեն ինչ քաղաքը զարգանա։ Այս 21 թվականից հետո չգիտես ինչի մարդիկ կան, ովքեր ընտրվել են եւ դրա մասին մոռացել են, չեն մասնակցում։ Ես անձնապես կարծում եմ, որ դա իրանց անձնական նկատառումներից ելնելով չեն մասնակցում, որպեսզի ինչ-որ քայլեր նպատակներ ունեն իրականացնեն, այլ ոչ թե քաղաքի համար։ Մեր քաղաքը կառուցվում է, հիմա սարքվում է այն առումով, որ նիստերը կայանում են։ Մենք այս տարիներ ենք նիստեր ունեցել եւ ես շնորհակալ եմ այն բոլոր ավականու անդամներին, ովքեր քվորում ապահովել են եւ քաղաքի լայնածավալ աշխատանքներ կատարվել է։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն գալի, ես կարծում եմ, որ այդ մարդիկ միայն մեկ նպատակ են ունեցել, որ քաղաքային իշխանություն ձևավորեն, իրանք լինեն իշխանություն, նոր գան։ Բայց իրականում ավականու ընտրությունները բոլոր ընտրվում են ավականու անդամներ, եւ իրանք արդեն ամեն մեկը իր պարտականությունները ունեն։ Եվ ավականին չգալով եւ համացանցում տարբեր նյութեր հրապարակելով իբր թե իրենք քաղաքը սիրում են, բայց չեն գալիս, որովհետեւ այդտեղ խախտումներ կա, ընդհանրապես մի բան եմ ուզում արձանագրել, որ այն ավականու խմբակցությունները, որոնք որ չեն գալիս հիմա նիստերին, իրանք հենց առաջի արտահերտ նիստը իրենք են իրականացրել, իրենք են եկել եւ այդ իրավիճակը լիազորագիր տվե փաստաբանի ներկայանալու համար, այսինքն այն պատճառը, որ իրենք անհաճախ ասում են, որ չեն գալիս, որովհետեւ դա օրինական չի, իրանք առաջին նիստը հենց իրենք են քվորում ապահովել եւ այդ ամեն ինչը իրականացրել։ Այսինքն կոնկրետ իմ անձնական կարծիքով, որպես համայնքային ծառայող, կարծում եմ, որ ավականը չգալը կախված է նրա հետ, որ իրանք ուզում են ավականու ժողովրդի տված ձայնով շանտաժ անել եւ իրանց անձնական հարցերը լուծել
իշխանության գալու համար, այլ ոչ թե քաղաքացիներին ծառայելու։ Լավ, պարոն Քոթանջյան, վերջերս հրապարակվեց տեղեկատվություն, որ դատարանը այլևս խոչընդոտ չէ դատական նիստերը եւ Վանաձորի ավականին կարող է նիստ գումարել եւ խմբակցություններից մեկը հայրենիքը, եթե չեմ սխալվում, ապրելու երկիրը հայտարարություն արավ, որ այլևս չկա։ Խնդրում եմ այս մասին, հա։ Իրականում նախ որպեսզի անցնենք առաջ, պետքա նայենք հետևում ինչ կա։ Առաջին հերթին 21 թվականի թիմ ընտրություններից հետո ի սկզբանե իրավիճակը հետևյալն էր՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը համարում էր, որ անճշտությունների հաշվարկով պետքա իրեն 1 մանդատ տրամադրեն։ Եվ այս հարցով տարածքային ընտրական հանձնաժողովին դատի տվեց, պահանջելով, որ վերահաշվարկ արվի այնպես, որ հնարավորություն ստեղծվի անճշտությունները ստուգել եւ եթե հնարավոր է այդ բaragայում արդեն 1 մանդատ իրեն հասանելիք, այսպես ասած, մանդատը տրամադրեն, որը առումով դատարանը պետք է վարույթ չընդուներ, ինչի համար, որովհետեւ հիմքը դրված էր դերևս մեծամասնական ընտրակարգի ազգային ժողովի падգամավորի ընտրությունների անճշտության հաշվարկներով այս մասով էր դրված։ Այսինքն համամասնական ընտրակարգում նման հասկացողություն չկա եւ դատարանը պետք է այս գործը վարույթ չընդունի։ Բայց ընդունեց վարույթ եւ ի սկզբանե հենց ամենասկզբից շատ ճիշտ էր մոտեցումը դատարանի, որովհետեւ համայնքի ղեկավար ընտրելը եւ համայնքի ավականի ձևավորելը դա մեկ process է, որը ընտրական process է եւ ինքը վեճը դիտարկել էր որպես ընտրական վեճ, որը կարող է շատ արագացված կարգով անցնել։ Բայց արդյունքում դատավորը բացառք է հայտնում, գործը ուրեմն մակագրվում է այլ դատավորի Արգիշ Տիղազարյանին, որը որոշում է, որ այս գործը ընտրական վեճից պետք է սովորական վեճերի հետ որպես սովորական վեճ դիտարկվի եւ 4-5 ամիսը մեկ նիստ էր դնում, այսինքն ի սկզբանե խախտվել էր ընտրական այդ զուտ process-ի ողջամիտ դրա մեջ միտում տեսնում եք։ Միանշանակ, ես չեմ կարծում, որ դրա մեջ միտում չկա, ինչի համար, որովհետև եթե այդ ամեն ինչ տեղի չունենար, հիմա այս վիճակը չէր լինի։ Միևնույն ժամանակ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ նույն ավականին պետք է ինչ-որ ձև իրեն պաշտպաներ, հա, պաշտպաներ իր իրավունքը, ինչի համար, որովհետև սա շատ կարևոր է հասկանալ, որ Վանաձոր համայնքի ընտրող քաղաքացու իրավունքը որևիցե ձև չի ոտնահարվում։ Հիմա ոտնահարվում է համայնքի ավականու որպես ավականի իրենց իրավունքները։ Ներողություն, ես խնդրում եմ շարունակությունն էլ ասեք, 2 տարի հետո նույն Լուսավոր Հայաստանը իր հայցը հետ վերցրեց, չէ՞։ Այսինքն Լուսավոր Հայաստանը դիմեց դատարան եւ որպեսզի իրապնդումը որն էր, ասում էր, եթե ինձ տան 1 մանդատ, իմ ձայնը որոշիչ է լինելու, թե ով պետք է դառնա համայնքի ղեկավար։ Ըստ այդմ խնդրում եմ միջանկյալ միջոց կիրառել, այսինքն արգել էր ուրեմն համայնքի ավականուն, համայնքի ղեկավար ընտրելու։ Այսինքն խոսքը գնում է վարույթ իրականացնելու մասին, որը արգելանքը դնում է հարկադիր ծառայությունը։ Առաջին այցյանը վարչական դատարանի մերժում է, իրանք դիմում են վերաքննիչ դատարան եւ վերաքննիչ դատարանը արգելանք է դնում։ Պնդում է հետեւյալն է, արգելանքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ կա գլխավոր հայցը, այսինքն 1 մանդատի լուծելու հարցը։ Հիմա արդեն 2 տարի է, այդ գործը գնացել է Վճռաբեկ դատարան եւ Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Լուսավոր Հայաստան կուսակցության հայցը չի բավարարվում, մերժվում է եւ դա հիմք այլևս չունի եւ հետեւաբար հայցի ապահովման միջոց գոյություն պետքա չունենա։ Հետո Արկադի Փելեշյանը դիմեց դատարան, ինչ որ տարօրինակ ծիծաղելի դատական ծախսերի։ Չէ։ Արկադի Փելեշյանը չէ, ես չեմ կարող ասել, որ Հասկ կուսակցությունը, որի առաջին համարն է Արկադի Փելեշյան, դիմում է այն պահանջով, որ իրեն դատական նիստերի մասին չեն ծանոթացել
եւ չծանուցման հիմքով ինքը դա բողոքարկում, այսինքն թե ինչ է Այսինքն դարձյալ արհեստականորեն ձգձգում են ոնց է process-ը ինքը ինքնին գեներացնում է process։ Տիկին Ավետիսյան, մենակ նկատառում ունեմ, էլի, քանի որ մենք դատական գործընթաց անընդհատ պատմում ենք դրա մասին, բայց մեր ավականու անդամներին ի՞նչն է խանգարում, որ թե իրենք քաղաքի համար սրտացավ են, գան, մասնակցեն ավականու նիստերին եւ օգնեն այն բոլոր լայնածավալ ծրագրերը, որ իրականացում է Վանաձորում կառավարության կողմից եւ համայնքի ներդրմամբ իրականացնեն։ Հիմա մենք այդ process-ը դատական քննարկել է, կարծում եմ անիմաստ, որովհետեւ որևէ քայլ ավականիները չեն ուզում գան, չեն գալի, դուք ասում եք արկել, իսկ ինչի պետք է քաղաքապետ ընտրելու հնարավորություն ունենա նոր գային։ Իրանք որպես ավականու անդամ պարտավոր են գան եւ աշխատեն։ Որովհետեւ որպես պիտի տեղի ունենա։ Այնի իրանք առաջինը, եթե կարելի է, իրանք առաջինից տարեցին, ոչ համայնքի ղեկավարի հարցով։ Այստեղ ես խոսում էի նաև ավականին, քանի որ խախտվում է ավականու իրավունքը, ավականին ըստ երևույթին պետք է ինչ-որ ձև, քանի որ իր շահը համայնքի բնակչության շահն է, այսպես ասած։ Ինքը իր գործունեությամբ պաշտպանում է համայնքի բնակչության շահը եւ բնականաբար պետք է պաշտպանված եղներ։ Այստեղ ինքը ուղղակի նիստ արեց եւ այդ նիստով ընտրեց լիազոր ներկայացուցիչ, որը դատարանում պետք է ներկայացներ Վանաձոր համայնքի ավականու շահը։ Ինքնին այդ ներկայացուցիչը այսինքն դա խախտում չէր, երբ որ արեցին, հիմա Վանաձորի հաստատեն դա խախտում է։ Ես ձեզ ասեմ, Վանաձորի համայնքապետան այդ ժամանակահատվածում գրություն ա ուղարկում Արդարադատության նախարարությունը չի տալիս միանշանակ պատասխան։ Այսինքն խախտում իրավազոր է, այսինքն հիմիկ բանիստերն էլ իրավազոր։ Ի՞նչն է խանգարում մեր ավականներին, որ գան եւ քաղաքը զարգացմանը նպաստեն։ Ես քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց եթե զբաղվեի, կունենայի հետեւյալ տրամաբանությունը։ Եթե կա, ենթադրենք օրինակ, քաղաքացիական պայմանագիր, կուսակցություն, հասկ կուսակցություն, այսինքն այս երկու խմբակցությունները իրար հետ վերցնում են իշխանություն, հա։ Այն ընդդիմությունը, որը կա, ինքը չի հավատում այս process-ներին եւ քաղաքական Չի հավատում ինքը հնարավորություն ունի որպես ավականու անդամ գա, փաստաթղթեր պահանջի, վերահսկողություն իրականացնի եւ օգնի։ Այլապես Տիկին ընտրելու իր համայնքի։ Տիկին Ավետիսյան, նայեք ինչ վիճակ է ստացվում, էլի, ես կառավարությունը սուբվենցիաներով փորձում է քաղաքը զարգացնի, մեծ ներդրումներ է իրականացվում, որը բոլորն են տեսնում, որովհետեւ մենք բոլորս հիշում ենք, որ երբևիցե վերջի 30 տարում լայնածավալ նման ներդրումներ չի եղել կառավարության կողմից։ Համայնքը փորձում է իր չափով մասնակցի։ Մեր ավականները գոնե դրանից ուրախանան, գան մասնակցեն, մեզ խնդիր են ստեղծում, ասում են բյուջե չենք հաստատում։ Ոչ մի կապ չունի, այստեղ քաղաքական բաղադրիչը ինչի է կբացառում։ Մարդիկ ընտրությունների արդյունքում ցանկացել են ձևավորել իշխանություն։ Իրանք որտեղ ուզում են միայն քաղաքապետ ունենան, չեն ուզում որպես ավականի աշխատել։ Տեսեք, իրականում այսպեսի մի խնդիր կա, հա, եթե մարդիկ քաղաքական ինչ-որ ուժերով գնում են process-ի, իրանք ունեն ինչ-որ հավակնություն եւ բնականաբար իրանք ունեն քաղաքական շահ, ու այստեղ պետք է այդ քաղաքական շահի մասին, այսինքն նույն բայց Վանաձորցի շահը ավելի կարևոր է, քան իրանք անձնական քաղաքական հասկ կուսակցությունը եւ նույն ԿՊ-ն եւս ունեն իրանք շահը եւ ըստ երևույթին այդ process-ը իրականացնում են։ Հիմա մենք խոսում ենք մի կուսակցության ներկայացուցիչների մասին, որ ասում են քաղաքական շահ, բայց տեսեք 2016-ին, երբ որ Վանաձորում տեղի ունեցավ ընտրություններ, դրանից հետո չէր ձևավորվել նորմալ իշխանություն, բոյկոտ էին հայտարարել առնվազն 3 կուսակցություն։ Այն ժամանակ ուրեմն Լուսավոր Հայաստանը, Հայկական վերածնունդ կուսակցությունը, որի խմբակցությունը, որի էլի առաջի համար Արկադի Փելեշյանն է եւ գրեթե 1 տարի չէր գնում նիստերի, ոնց որ հիմա մեղադրել այդ մարդը, որ մեղադրում է մյուսներին, դա ոնց որ առնվազն ճիշտ չէ։ Պարոն Քոթանյան ջան, մեղադրանք ես չգիտեմ, ում կողմից է, ինձ որպես վանաձորցի առաջի հերթին հետաքրքրում է նաև ձեր կարծիքը։ Եթե այս 17 հոգին էլ, եթե 17 հոգին էլ չգային, մանդատով կարելի էր 4 տարի քաղաքը ղեկավարել։ Ես գտնում եմ, որ քաղաքը ղեկավարելու համար այն իրավիճակը, որը հիմա ստեղծվել է ժամանակավոր պաշտոնակատարի, դա արվել է նրա համար, որ քաղաքը կոլապսի մեջ չհայտնվի, ներդրումային կառավարության ծրագրեր իրականացվում։ Իսկ քաղաքը հիմա ժամանակի հիմա է։ Հիմա տեսեք։ Պարոն Քոթանյան, քաղաքը հիմա է, որովհետև ավականու են անդամները, որոնք չեն գալի, իրանք ասում են, հիմա այդ նոր տենդենսա գնացել, որ մենք ուզում ենք մեր քաղաքապետի ընդդիմադիր տեխնացիոն ընտրել։
Ընտրեք, բայց եկեք նիստերի մասնակցելով։ Տեսեք, Հիմա դուրս է գալիս։ Մենակ մի հատ ձեզ հարց տամ, Չէ, քանի որ սա այդ բանավեճի հարցը Ովքեր որպես ավականի չեն իրականացնում իրենց գործառույթները, այո դուք ճիշտ եք ասում եւ ավելին որպես քաղաքապետան աշխատակից Տիկին Ավետիսյան եւ պարոն Քոթաջյան կուզեի մի հատ բան ասեմ, որ Վանաձորը չեն սիրում բառերով, էլի Վանաձորը սիրում են աշխատելով։ Մեր հարգարժան ավականու անդամները շատերը կան, քանի առիթ է եղել է, ուզում եմ անդրադառնամ դրան, երբ որ ես համացանցում նայում սիրում ենք Վանաձորը, գժվում ենք սրա համար։ Հարգելիներս, իրանք իրանց քաղաքի տասնյակ տարիների հարկային պարտականությունները քաղաքի ունեցա չեն կատարում։ Գույքը հարկի գծով, օրինակ եթե անուններ եք ուզում ասեմ, ավականու անդամներից սկսած Մամիկ Օնասյանից բոլորը պարտքեր ունեն։ Եթե անունները հայտարարքի ավականու անդամների 90%-ը։ Իսկ պարտքերը գոյացել են, ասենք Մամիկ Օնասյանին աշխատալու վերջին 7-8 տարիների։ Ես ուզում եմ մի հատ բան ասեմ, որ մեր վանաձորցիներն էլ իմանան, այսօր չի կարելի մենք ասենք կառավարության դրած փողը մենք քաղաք շենացնում ենք, բայց Վանաձորի մեր ավականու անդամները իրենց հարկերը չեն վճարում։ Այդ ձևով քաղաք չեն սիրում։ Նիստի եկող բոլոր ավականիները իրենց Նիստի եկող ինձ համար որպես հավաքագրման բաժնի պետ առաջնահերթային մարդիկ ովքեր քաղաքում ներգործություն ներդրում ունեն, ես անհատապես նայում եմ մյուս գործող ավականու անդամներից, ես մարդ տեղյակ չեմ, ովքեր որ պարտքեր կուտակում են համայնքի նկատմամբ։ Դա պատահական զուգադիպություն է, ուսումնասիրել եմ, չունեն, որովհետև գույք էլ չունեն։ Նոր հասկի եւ քաղաքացիական պայմանագրի կամ ապրելու երկրի մարդի գույք էլ չունեն, որ մի հատ միլիոններ գույք հարգի պարգևնան։ Ես հայտարարագրում հասկի առաջին Արկադի Փելեշյանը գրել է, որ Տիկին Ավետիսյան, ես շուն ու կատու չունի, նշանակում է չունի։ Արկադի Փելեշյանը հայտարարագրել ինչ հայտարարել է ունի, նշած չի ոչինչ։ Ես չգիտեմ, չեմ ծանոթ, չեմ ուզում Արկադի Փելեշյանի հայտարարագրից խոսամ, բայց ընդհանրապես կարող եմ մի բան ասել, որ մենք այդ համայնքային մեր ունեցած պարտավորություն շատ ուշադիր ենք եւ դա արի թե եկավ ես դրա համար ասեցի եւ ես ձեզ ուզում եմ մի հատ հարց տամ որպես մեր վանաձորցի որպես պարոն Քոթանջյանն էլ անընդհատ մեր քաղաքապետարանի վրա վերահսկողություն իրականացնող անձ երբ որ Վանաձորում հիմա կատարում է ծավալները փողոցները ասֆալտապատվում մանկապարտեզներ ասարկվում ավականի չլինելու կամ զորով քվորում ապահովելու միջոցով դրանից Վանաձորցին շահում է թե դժում է Այո, պատասխանեք, մենակ շահում է թե դժում է Չեմ կարող այդ ձեր ուզածով պատասխանել, որովհետև կա պատասխանը ունի բազմաբովանդակ։ Դե մի քիչ համեմատաբար կարճ պետք է բազմաբովանդակ լինի։ Հիմա ես կփորձեմ պատասխանել։ Տեսեք, պարոն Այվազյան, քաղաքացին, որը այդ թվում նաև ավականին, որը չի վճարում գույք հարկը, դրա վրա տոկոսներ է գալիս անում եւ դա իր պարտավորությունն է։ Վաղ թե ուշ պետք է վճարի։ Բայց դա բարոյական սեգմենտ էլ կա, մարդը եթե իր գույքի քաղաքի կարող հնարավորություն ունի կամ հնարավորություն ունի այդ գումարը վճարել, վաղ ունենա ու վճարել։ Այսօր այլ բան է, որ այդ պարտքը եւ դրա վրա ավելացած տոկոսները մնում է իր անբաժան տոկոսների պարտքը, որը պիտի վճարի։ Այսպես չէ, այսպես։ Հիմա օրինակ խորը առումով ես է աղբի չվճարած Դուք հիմա դուք գումար չունեք, որ վճարեք, բայց չի չեք վճարել, դա վերաբերմունք է բյուջեի։ Քանի որ գնալու եմ մոտավորապես 3 անգամ գնացել եմ պոչտա, որ մուծեմ, մոտավորապես մի ժամ կանգնելուց հետո այդ հերթերի մեջ էլ չեմ կարողացել սպասեմ ու գնացել եմ։ Այսինքն տեսեք, եթե գույքահարկ իմասով օրինակ էլեկտրոնային կա ես երբեք պարտք չեմ ունենում, աղբի վճարման հետ կապված երբեմն ունում եմ, որովհետև ստեղծված է մի անհարմար իրավիճակ։ Դե մեր քաղաքացիները բոլորը սպասելով վճարում են ու այսօր միջին խավը գրեթե պարտքեր չի կուտակում, բայց ես մի օր վճարեմ, որովհետև նաև այդ ավելացած տուգանքները եւս պետք է վճարեմ եւ այդ տուգանքները ինքը գնի դիտապետ բյուջե, համայնքային բյուջե չի մտնում, բայց խորը առումով վճարելու է։ Դա կարող է եղնի վաղը, կարող է եղնի մյուս օրը, կարող է եղնի մի ամսից։
Այսինքն երբ որ այդ ժամանակը Ես ձեզ վճարման համար չէի հարցնում, ես ձեզ հարցնում եմ իրականացվող աշխատանքների, տեսեք, աշխատանքներ ոնց որ իրականացվում է ոչ միայն Վանաձորում, այլ հանրապետության բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Ֆիալետովո, Լերմոնտովո գյուղական բնակավայրերում, որ երբեք 30 տարվա տեսեք դուք ասում եք 30 տարվա մեջ այսքան աշխատանք չի իրականացվել, ինչ որ աշխատանքներ իրականացվել է Վանաձորում Չես կարող ասես նույնը, օրինակ, չգիտեմ, Ֆիալետովո, Լերմոնտովո, որ երբեք ոչ չի իրականացվել, այս ընթացքում, որովհետև դա պետական քաղաքականության շնորհիվ կառավարությունը ոչ միայն ավելի շատ։ Հիմա տեսեք, եթե նայենք նույն Վանաձորի բյուջեի մի առել իմաստ դոտացիաներն են, որ կառավարությունն է հատկացնում։ Ու այդ դոտացիաները նաև հիմք են, որպեսզի դոտացիաներով ծրագրեր չեն իրականացվում, սուբվենցիաներով են իրականացվում, դոտացիաներով աշխատավարձ ֆոնդն է գնում։ Պարոն Այլազյան, եթե դոտացիաները չլիներ կամ լիներ շատ ավելի քիչ, համայնքը հաստատ չէր ունենային փողը, կայնար սուբվենցիա։ Իհարկե, բայց կառավարության տված փողը, երբ որ չի գալիս, ենթադրենք ավականուն իսկ չլինելու համար, մենք բյուջե չենք կարողանում հաստատել եւ ծրագրեր իրական։ Վանաձորցին դրանից շահում է, չի շահում, կորցնում է։ Հիմա այսօր հազարավոր վանաձորցիներ նստած սպասում են ավականունիստի, որ այդ հարցերը լուծվի, չէ՞։ Հիմա նույն կտրվածքով նայեք, օրինակ, չգիտեմ, մեր բոլոր մանկապարտեզներում կա 1100 երեխա միասին ծրած, հա, որ կարող լիներ 2000։ Կարային այդ մանկապարտեզներում ենթադրենք 150 աշխատակցի փոխարեն լիներ 300 աշխատող ու սոցիալական ինչքան լուրջ խնդիր կլուծվեր, որովհետև ծնողները կարող են գնան աշխատանքի, մյուս ծնողները, որոնք երեխա են պահում, իրանց աշխատավարձապետ կգնային մանկապարտեզներում կաշխատեին, բայց չեն կարող, որովհետև հաստիկ ստեղծելու հնարավորություն չկա ԺՊ-ի օրոք, իսկ այդ երեխաները պետքա չհաճախեն մանկապարտեզ։ Քանի որ ժամանակավոր պաշտոնակատար հաստատել չի կարողանում, այո, երբ որ ժամանակավոր պաշտոնակատար չլինի, այդ տրամաբանությամբ արդյոք ճիշտ է այս իրավիճակը ունենալ, եթե մենք գիտենք, որ X խումբ դուրում է։ Բայց ոչ ոք չի ասում ճիշտ է, դա պարտադրված իրավիճակ է։ Դա պարտադրված իրավիճակ է։ Գումարվի, քաղաքապետ ընտրվի, հիմա հո կարող են ընտրել։ Քաղաքապետ ընտրելը հիմա էլ չեն կարող, որովհետև քաղաքապետը Ավետիսյան, այդ գնահատականները մի քիչ դա իրավաբանական հասկացողությունները, ես հիմա չեմ կարող ասել դատական վճիռը բողոքարկման ենթակա թե ենթակա չի։ Եվ քանի դեռ չի ենթարկվել, չեն կարող։ Բայց ինչի են ուզում քաղաքապետ ընտրեն, ինչի չեն ուզում որպես ավականի գան, մի հատ իրանց աշխատանքները իրականացնեն, եթե մի վարժ, եթե պաշտոնակատար ինչ-որ բան սխալ անան, թող գան որպես ավական ու անդամ վերահսկողություն իրականացնեն։ Պաշտոնակատարը ինա միանգամից նշանակովի քաղաքապետ։ Պաշտոնակատարը իրանց պես ավականն ու անդամ։ Ներողություն, բայց մի բան հարցնեմ, խնդրում եմ այս հարցին պատասխան։ Դուք երևի կողմնակից եք, հա, որ միանգամից Նիկոլ Փաշինյանը համայնքներում նշանակի համայնքի ղեկավարը ընտրություններ չլինեն։ Ես կողմնակից չեմ, որ համայնքներում ԺՊ-ներ լինեն եւ ընտրություններ չլինեն, բայց ես կողմնակից եմ, որ եթե մի համայնքում նման իրավիճակ ստեղծվի, որ տարել է դեպի տուպիկ, որ այդ մարդիկ չեն կարողանում հարցերը լուծեն, գոնե ավականով ԺՊ-ի միջոցով քաղաքը մեծ ծրագիր իրականացնել, մինչև հանգուցալուծումը ստանա։ Սա երկար չի կարող տևել։ Վերջի վերջո պետք է ավականին էլ բացվի, քաղաքապետ էլ ընտրեն, հիմա առավել եւս մարդիկ երբ որ ուզում են նոր ընտրություն, այդ հարցը լուծվելու։ Բայց եթե մենք ձեր ասածով նայենք, Տիկին Ավետիսյան 21 թվականից հետո այն 17 հոգիներ պետք է նիստի չգային, ոչ մի բան քաղաքում չպետք է իրականացվեր, այսքան ծրագրեր, պետք է ասենք, դե սպասենք այդ դատական process-ը վերջանա։ Ես չեմ արդարացնում նման վիճակը, բայց ուզում եմ ասեմ նման վիճակը ու ամենակարևորը Քոթան ջան, նայեք, էլի նույն ավականիները կարող են գալ եւ ժամանակավոր պաշտոնակատարի, եթե չոր կամ մյուս ավականներին նիստի ժամանակ դեմքը վիարկեն, թույլ չտան սխալ բան կատարվի։ Ինչի չեն գալի, որովհետեւ համացանցը խոսալը հեշտ է, բայց որ չեն համացանցով խոսալը, չէ՞, հիմա դե իրականացնում։ Ուրեմն այս ընթացքում, այս տարիների ընթացքում անցած տարի օրինակ հայտարարվեց, որ վերջին մանկապարտեզի սուբվենցիան են հաստատում 7-րդ մանկապարտեզը 25 թվականի մարտի 5-ին վերեցին նորից հաստատման 7-րդ մանկապարտեզը եւ 3-րդ տնական մանկապարտեզը, պարզվեց մի հատ կա, բայց չգիտեին։
որ 24 թվականին դնեն, հիմա հաստատեցին երրորդ մանկապարտեզը հաստատված է կառավարության կողմից 7-րդը չէ, էլի, այսինքն մենք ունենք, այսինքն չի լուծվում այդ խնդիրը։ Իսկ քանի մանկապարտեզա վերանորոգվել եւ հիմնանորոգվել, բայց հիմա դա ունենք, չէ՞, եթե մենք ձեր ասած 80-րդ մանկապարտեզը նախագիծը ներկայացվել է Մամիկոն Ասլանյանի ժամանակ։ Քանդվել է մանկապարտեզը, ֆունդամենտը գծվել է 4 տարի անց նոր այս մանկապարտեզը հիմա մենք ունենք, բայց ավարտական չունենք։ Հիմա ավարտական, հիմա նայեք, օրենքի խախտումով այդ հիմա նայեք, մենք լավ կառավարությունը կամ քաղաքապետարանը մանկապարտեզը սարքել է, մարդիկ հաճախում են, երեխաները գնում են։ Դուք ասում եք մենք ավարտական չունենք, դա սխալա չպետք է լինի։ Ես ձեր չեմ վիճում, բայց մանկապարտեզը վերանորոգված եւ երեխաների ընդունելությունը իրականացվել է, չէ՞։ 4 տարի անց, քանդելու է, չէ, 5 տարի անց քանդելուց ունեցանք մանկապարտեզ, խնդիր չկա։ Ունենք։ Հիմա 2 տարի է քանդածա, ամենայն հավանականությամբ, եթե տարեվերջ ստացվի, բայց այն օրն եմ գնացել նայեմ, ամենայն հավանականությամբ տարեվերջ մինչև չի ստացվի, մյուս տարի երևի ամառը նոր կունենանք 4-րդ մանկապարտեզ, այսինքն այդ երկու մանկապարտեզն է, դուք տեսեք։ Հիմա մի ամբողջ 4 տարվա ռեսուրսով դու ունես 2 հատ մանկապարտեզ քաղաքի ներսում կառուցված, մի հատ բանում մեր ծրագրերը բազմաթիվ են, ես հիմա քանակներով ձեզ չեմ ուզում ձեր հետ վիճեմ, բայց ընդհանրապես այն աշխատանքները, որոնք որ կատարում է այս պայմաններում, հնարավորինս մաքսիմալ կատարվում է կոնկրետ այն մարդկանց կողմից, ովքեր դա կարող են անել։ Մենք այլ հարց ենք քննարկում, մենք քննարկում ենք Վանաձորը ինչի է այս վիճակը, ավականին ինչի չի գալիս։ Որտեւ ավականի նպատակները այլ է, ավականին ուզում է որ գա եւ որ իր թիմի, օրինակ ձեզ sense ասեմ, ես էլ եմ տեխնացիոն։ Դուք ապրելու երկիր խմբակցությունով առաջադրված ավականու ներողություն կուսակցությունով առաջադրված ավականու տեխնացու էիք։ Այո։ Մանդատը վերցրեց ձեր կինը Լիլիթ Հովսեփյանը եւ Արտավազդ Ալավերդյանը։ Արտավազդ Ալավերդյանը խմբակցության ղեկավարն է։ Այո։ Ինձ ասացեք, խնդրեմ, ձեզնից որ մեկն է ընդդիմադիր, որը իշխանության հետ եւ այս թնջուկի մեջ դուք ձեզ որտեղ եք տեսնում։ Բոլոր շատ կարևոր հարց եք տալի, ես 21 թվականին մասնակցել եմ ապրելու երկիր կուսակցության ընտրական ցուցակով եւ դրանից հետո ավականու անդամին դարձել, բայց դրանից կարճ ժամանակ անց, երբ իմ եւ ապրելու երկիր կուսակցության դիրքորոշումները տարբեր էին, իրան գտնում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ որևէ քայլ ճանապարհ չկա անելու, որտեղ վստահության հարց է, ես այդ կարծիքին չէի, ես ունեի անձնական տարաձայնություն եւ ես նախընտրեցի այն հարցը, որ մեր քաղաքի զարգացումը, մեր քաղաքում ծրագրեր իրականացնելը այսօր վանաձորցիների համար ավելի կարեւոր է, քան որևէ ձևով գնալ եւ քաղաքին վնաս տալը։ Ես շատ հարգում եմ նաեւ ապրելու երկիր կուսակցության դիրքորոշումը, դա իրանց դիրքորոշումն է, բայց ես ազնվությամբ ասացի, որ այս քաղաքին, եթե մենք այդ մանդատով չգայինք, նիստեր չկայանար, քաղաքը այսքան գործը չէ իրականացնի։ Աստորեն երկու մանդատ ունեք, Արտավազդ Ալավերդյանը խիստ ընդդիմադիր է, ձեր կինը ոչ։ Իմ կինը ոչ ընդդիմադիր է, ոչ իշխանամետ է, իմ կինը որպես ընտրված ավականու անդամ պատասխանատու է քաղաքացիների հանդեպ եւ որպես ավականու անդամ նիստերի աներկայանում եւ իշախ քաղաքի որոշումները կայացնում։ Այստեղ որևէ քաղաքական նպատակ ինքը չունի եւ չգալը կամ գալը չի որևէ մեթոդով ուզում օգտագործել։ Մենք քաղաքի զարգացման համար ես էլ եմ աշխատում քաղաքապետարանում, հավաքագրման բաժնի պետ, հավաքում եմ որոշակի իմպարտականություններ կատարում եմ եւ ես այն կարծիքին եմ, որ քաղաքի այս վիճակում թողնելը շատ սխալ է, որտեղ ամեն մեկից եթե ասենք մեր անձնական ամբիցիաները ուզում ենք քաղաքապետ լինենք, դրա համար չենք գալի, քաղաքը դե ուժելու է։ Հավաքման ընդդիմություն ալինելով պատասխան եք տալիս ամեն մեկը։ Ես պետքա շարունակեմ։ Ուրեմն հաստատված ունեցել ենք Ալբերտ Ազարյանի անվան սպորտ դպրոցը, որը որ չի հիմնանորոգվել, ատլետիկայի։ Հապես դուք 30 բան եք ունեցեք, 20 եղել է, 10-ը չեղացնեք ասում, բերեք 20-ից 10 հատն է շատ վատ է։ Կոթանջյան, գիտեք ոնց է, լավ աշխատողի վրա խոսալ է միշտ հեշտ է։ Երբ որ եկա ծրագիր իրականացում այսքան բան, քիչ եք ասում, որ Վարդանաց փողոցը վերանորոգվում արդեն վերջացնում են։ Ինչ կապ ունի, այո, կառավարության։ Այո, կառավարության միջոցով ինչ կապ ունի։ Ես չեմ ասում համայնքն է անում, ամբողջ կառավարությունն է անում, բայց կառավարությունն է։ Համայնքի կողմից խոս
խոսեք։ Կառավարության կողմից մի օր Համայնքը մասնակցություն- կգա կխոսի։ Համայնքը մասնակցություն իր չափով ունենա, իսկ կառավարությունն էլ անում է, որովհետև կառավարությունն էլ ուզում է, որ մեր քաղաքը զարգանա։ Եվ նման ծրագրերը Վանաձորում իրականացում են։ Կառավարությունը օրինակի համար մոտկորի ճանապարհն ասարկի, այսինքն Թումանյան քաղաքից մինչև Աթան։ Հիմա այլ դսեղից Բան չի մի անգամ կառավարությանը չեք գովում, չեք ասում, հալալա, որ այս ճանապարհները սարքելա։ Կոնկրետ դուք միշտ կոնկրետ ձեզ եմ հարցնում, միշտ ինչ որ թերություն եք գտնում եւ թերության վրա Ես քանի որ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված դիտորդ եմ, այսինքն ունեմ դիտորդական բեյջ եւ իմ կազմակերպությունը եւս ունի այդ դիտորդությունը իրականացնելու, առաքելությունը իրականացնելու իրավունք, մենք երբ որ ինչ որ բաներ բարձրաձայնում ենք, դա ոչ թե անում ենք վատի համար, այլ լավարկելու համար։ Հիմա օրինակ շատ դեպքերում տեսեք, երբ որ կառավարության կողմից արված ինչ որ ծրագրերն աթեություն ունենում եւ մենք բարձրաձայնում ենք եւ ուղարկում ենք գրություն, դա շատ արագ շտկվում է։ Երբ որ համայնքի կողմից արվածն է, ես երբեք չեմ տեսել, որ դա շտկվի։ Համայնքի կողմից արվածը չշտկվի ասելով, բա ինչ ընթացք է ստացել։ Ընթացքը ստացել է ընդամենը այն, որ վերջում գնանք էլի կառավարություն։ Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ այն բանավեճ ինչի համար մենք հավաքվել ենք, որ կառավարությունը մեր մարզը բազմաթիվ ծրագրեր իրականացնում, դուք դրա հետ համամիտ եք։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շատ ավելի հոգատար է եւ շատ ավելի մեծ ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության բնակչության համար, քան համայնքը, բայց ինձ համար ցավալին այն է, որ համայնքապետարանի ինքնայ առաջին մարմինը, որի հետ քաղաքացին շփվում է, այսինքն պետության հետ քաղաքացու շփումը լինում է համայնքապետարանի հետ առաջինը եւ իր պատկերացումը լինում է պետության մասին։ Այդ կներեք, բայց մի հատ։ Երբ որ ավականները մասնակցեն, այդ ավականու հետ ինքը շփվում, ինքը շփվում է շենքի անձնակազմի հետ։ Ու այս դեպքում, երբ որ դու ունենում ես մի համայնքապետարան, որը ունի քաղաքային պլանավորման քաղաքային պլանավորում իրականացնելու պլան, տապ չունի, զարգացման ռազմավարական ծրագիր չունի։ Այդ ամեն ինչը մտնում է քաղաքային նախընտրական ծրագրից ընդհանրապես մի բան դուք երկախոսում եք, թույլ տվեք հարց տամ, բայց ասեմ նոր, երբ որ այս խնդիրը իրականացվում է, ոնց որ էական կարևոր է քաղաքացին ընկալում է, որ այդ ավականին գալիս է համայնքի համար լավ բան անի, թե չէ, որովհետև եթե այդպես պլանավորում ունենայիք ու քաղաքացին ընկալեր, որ սա համայնքի լավի համար, այդ քաղաքացիների համար չէր լինի ավականու լինել չլինելը։ Պարոն Քոթանյան, ժամանակավոր պաշտոնակատար երկարաժամկետ տարեկան պլանավորում չի կարող իրականացնել, որովհետև այդ նույն շենքի աշխատակիցներն էլ չգիտեն, թե դա ինչքան ժամանակ կվառնելու հասցի է բակերի հնարավոր չի հաստատեն նախագիծը հաստատի ավական 7 միլիոն դրամ վճարվել է նախագծողին։ Արդեն երկրորդ ամիսն է մենք ասում ենք այդ ցանկը տվեք, մինչև ցանկը չկարող։ Որովհետև ցանկը տալուց առաջ պետք է հաստատվի նաև այդ ամբողջ ցանկը, որը որ ձեզ ներկայացնեն, 7 միլիոն դրամը տալուց առաջ, վճարելուց առաջ պիտի այդ ցանկը արդեն հաստատվի։ Ես չեմ բացառում, որ կարող է նաև մեր մոտ քաղաքապետարանը որոշակի թերություններին աշխատող մարդիկ են սխալվում, չաշխատողները խոսալը միշտ հեշտ է, բայց իմ ասած այլ բան է։ Կարելի է հարց տալ, թույլ եք տալիս։ Այո, տիկին հանդիս։ Պարոն Այվազյան եւ պարոն Քոթանջյան, եկեք մեկ այլ թեմայի մասին խոսենք էլի քաղաքապետարանի վերաբերյալ։ Դուք չեք մտահոգվում, ձեզ ցավ չի պատճառում, որ 4 տարի գումարած նաև նախկին գումարման, ես անկեղծ պիտի ասեմ, նաև նրանք 9 տարի Վանաձորի համայնքապետարանը ամուլի ասուլիս չի կազմակերպել։ 9 տարի շփումներ չկան լրատվամիջոցների հետ։ Վերջին 4 տարին բացարձակ փակ կառավարում է։ Բացարձակ ձեր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ժամանակավոր ես մեղմ ասած ատում է լրատվամիջոցներին։ Տիկին Ավետիսյան, արձագանքեմ հետևյալ կերպ, նախ ցավ չեմ ապրում, բայց հաճելի չի, երբ որ բաց չի իրականացում այդ ամեն ինչը, բայց ճիշտ ասած
ավելի անկեղծ կլինեմ, ես տեղյակ եմ, որ մենք ունենք մամուլի խոսնակ, ով որ ցանկացած նույնիսկ համացանցում գրառմանը շարքային շատ արագ արձագանքում եւ պատասխանում։ Իսկ երկրորդ հարցը ձեզ տամ, երբ ա եղել որևէ լրագրող ուզեցել հանդիպի պարոն Փելեշյանին։ Բազմաթիվ անգամներ։ Ես բազմաթիվ անգամներ գիտեմ, որ դուք հանդիպել եք, խոսել եք, որևէ հարցազրույցի վերցնեք, չեք կարողացել հարցազրույցի։ Այո, չեմ կարողացել։ Խոստացել է եւ խոսքի տեր չի եղել։ Ես չեմ կարող իր տեղը պատասխանել, բայց ես մի բան գիտեմ, որ քաղաքապետարանը փակ չի աշխատում, ցանկացած բաժնի պետ պատրաստ է, ցանկացած բաժնի պետ պատրաստ է։ Դե հիմա մարդիկ կան, բաժնի պետեր կան, որ իրանք հարցազրույցներ չեն ուզում տալ, այլ իրանք այլ ձևով են աշխատում։ Ես հիմա որպես բաժնի պետ պատրաստ եմ բոլոր հնարավոր տարբերակներով ցանկացած տեղ հարցազրույց տամ։ Կարող այլ բաժնի պետ կա, ինքը այլ ձև աշխատում, բայց դա չի նշանակում քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմինները սուրբ պարտավորություն ունեն, բաց եւ թափանցիկ աշխատել։ Բայց պարոն Քոթանյանին մենք երևի ամսական 400-500 գրության ենք պատասխանում, բաց ու թափանցիկ աշխատում ենք։ Խնդիրը այլ է, պարոն Քոթանյանի գործառույթները այլ։ Եթե ձեզ որպես լրատվամիջոց չեն գալիս հարցազրույցներ չեն տալի, դա անհատական մարկանց որոշումն է, չէ, իրանց որոշումն է, ես դա չեմ ողջունում, ես միշտ պատրաստական եմ։ Բայց մենք էլ թույլ չենք տալու մոլորեցնել մեր քաղաքացիներին եւ ընտրություններին գնալ կանգնել սուբվենցիոն ծրագրերի կողքը եւ ասել սա մենք ենք անում։ Ճիշտ ասած կառավարության այդ ծրագրերը ոչ ոք իրավունք չունի իրենց վերագրի, բայց համայնքը իր մասով է անում, կառավարությունը իր իսկ կառավարության ծրագրերը որևէ համայնքի մի բան ասեմ, հարկերից են գոյանում։ Տիկին Հարությունյան, կներեք, եթե կարելի է մի բան ասեմ, ընդհանրապես տեսեք, մեր համայնքը ոնց որ այն որ Վանաձորը սիրելու քաղաք ու Վանաձորը չի սիրելը շատ դժվար է, այդ միանշանակ է, ամենայն դեպս գոնե մեզ համար, հա, ինձ համար օրինակ ես, չգիտեմ, 2006 թվականից արել եմ լրագրություն, 2000 մինչև 17 թվականը, 2017 թվականից հասարակական ոլորտում եմ եւ այս քաղաքի ցանկացած քարոթփի ծանոթ եմ էլի իր պատմությունը գիտեմ ինձ համար շատ ավելի ցավ պատճառող է այն ինչ որ ես տեսնում եմ օրինակ ես տեսնում եմ լիքը գործարաններ որոնք գալիս են եւ ուզում են ինչ որ գործունեություն ծավալել բայց թողնում ներդրումներ կատարել օրինակ մենք հիմա ունենք մի շատ վատ հանգամանք երբ որ քաղաքում բոլորը ուզում են տուն առնել Ստիպված գնում են Երևանում են տուն առնում ու մարդիկ մի քանի պրոյեկտներ կան եթե մարդիկ ուզում են ներդրումներ անեն կարող են կան արել հո քաղաքապետարանը չի խանգարում իրանց ներդրումները կանցնել Արդեն որ երրորդ հանրային լսմանն եմ գնացել որևիցե մեկի դեպքում ես մի տուն չեմ տեսել որ դրան շինթույլտվություն վերջում կտան բացի մեկից դա խոսքը գնում է 13 հարկանի շենք շինության մասին որ համոզված են որ պետքա տան որովհետև հենց ամենասկզբից մոտեցումն ու գործողությունները այնպեսին էր որ Պարզ երևում է որ դա շինթույլտվությունը պետքա տրվի Լավ է կտան արդեն կարող են դա շատ լավ է որովհետև 13 հարկանի չէ գեղարի Հիմա ասեք համ չեն տալի համ կտան լավ է որ կտան իրականացվի այդ ամեն ինչը Հիմա ասածը որն է հիմա տեսեք ցանկացած այն գործարար որ եկել է ուզում է ոչ թե մեկի դեպքում, երբ որ ակնհայտ այդտեղ խնդիրներ ես տեսնում, այլ մնացած բոլորի, երբ որ խնդիր հնարավոր չի տեսնել, չի բավարարվում այդ մարդկանց աշխատելու հնարավորությունը, բայց Պարոն Քոթանյան, կարող է գետ մեկ գործարար ասել, ումը չի բավարարվել։ Ես օրինակ որպես գույքի բաժնի պետ դեպք չեմ հիշում, որ մարդիկ ուզեցած լինեն համայնքում ներդրում իրականացնել եւ բավարարված չեն։ Խնդրում եմ նշել գոնե մեկ դեպք, որ մենք քաղաքապետարան այդ մարդուն հնարավորություն չի տվել ներդրում կատարի Վանաձորում իրականացնի։ Կան նման դեպքեր։ Կարող եմ իմանալ։ Կան նման դեպքեր, հիմա դες ասեմ, օրինակ մի դեպքում հենց պոստայի հետևից շենք էին ուզում սարքեն, այդ 8 հարկ իջացրեցին, ոնց որ թե այլևս խնդիր չկար, բայց չտրվեց շինթույլտվություն, այդ մարդիկ հիմա այդ տարածքը ծախում են։ Եվ նմանատիպ այլ դեպքեր շատ կան։ Բայց այստեղ խնդիրը որն է։ Մենք ունենք մի համայնք, որը իրականացրեց Եվրամիության տրամադրած 4.3 միլիոն եվրոյի ծրագիր։ Ու մենք տեսանք դրա արդյունքը։ Հիմա տեսեք, երբ որ ինձ հարցնում կարող որևէ բան արդարացնեմ, որովհետև ես տեղյակ չեմ։ Ես նայում եմ դրա միջազգային նաև հնչեղությունը եւ հիմա այս պարագայում մի հատ ուրիշ խնդիր ունենք 3.5 միլիարդ դրամ Աշխին բանկը Վանաձորի բյուջեա
մուտք արե գումար։ Ինչի գումար։ Ասեմ ինչի գումար։ Ուրեմն այս շոլկի տարածքը, տեցի տարածքը արհեստական Կադաստրային արժեքի վճարման մասին է խոսքը։ Չնայած որ Ինչքան գումար ասացիք։ 3.5 միլիարդ, մոտ 3 միլիարդ լավ։ Նման գումար Վանաձորի համայնքապետարան մուտք չի եղել դեռ։ Ոնց որ նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ իր խոսքի մեջ նշում, որ 3 միլիարդից ավել արդեն մուտք են արել, եւ դա գալիս է դրա կադաստրային որտեղ է նշում, բայց ես մի բան կարող եմ ասել, որ նույն Խիմպրոմը, որը 2014 թվականից էսկոմ երբևէ վճարումներ չէր կատարել, վերջի ամիսներին արդեն գույքարակի գծով Խիմպրոմն էլ սկսել վճարումներ կատարի, եւ այդ վճարումների մասով մենք ինչքան հնարավոր գումարներ գանձելու process-ը արագացնում ենք, պարոն Կոթանջյան, բայց աշխատանքների առումով ես չեմ ասում թերություններ չկան, Վանաձորի քաղաքապետարան բազմաթիվ թերություններ կան։ Հա, բայց իմ խնդիրը հետևյալն է։ Բայց հիմա դուք դες բան եք ասում, որ մենք ներդրողների կոնկրետ ես որպես բաժնի պետ չի եղել ներդրող, որը հանդիպի գնա։ Լսած էլ չեմ, բայց մի բան հարցեմ, վերադառնանք, հա, մեր ավականու թեմային։ Ես կիսատ մնաց դուք ընդհատեցիք, մի բան եմ ուզում հարցնել։ Այդ որ ասում եք չեն գալիս, չեն մասնակցում եւ այլն։ Օրինակ, նրանք ովքեր պատրաստական գալիս են, կգան քաղաքացիական պայմանագրի եւ հասկի եւ նաեւ ձեր մի մանդատը։ Այդ մարդիկ ինչի մեր քննարկումներին չեն գալիս։ Այդ մարդիկ ձեր քննարկումներին ճիշտ ասած ես մի քանի անգամ տեսել եմ, որ եկել են, դա երևի իրանց պետք է հարցնեք, սխալ են անում իմ անձնական կարծիքով, որ եթե ավականու անդամ են, պարտավոր են հաշվետվությունները կայացնեն, դա իմ անձնական կարծիքն է, ինչի չեն գալիս, չեմ կարող պատասխանեմ, բայց պարտավոր են։ Բայց մյուսներն էլ տեղյակ եք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը երբ որ բակերի նորոգումներ են, այդ աշխատանքներ են կատարում, մի բակ, որը խայտառակ վիճակում է, պարոն Քոթանջյանը այդ բակի մասին գիտի, բարեկամ ունի, երևի գալիս է այդ բակը, ասել է այդ շենքում ընդդիմադիր է ապրում, այդ բակը չենք վերանորոգել։ Ես չեմ պատկերացնում։ Ընդդիմադիրի բարեկամը չի։ Ես Տիկին Ավետիսյան։ Ես նման բան ճիշտ ասած։ Ընդդիմադիրն էլ իրեն է ընդդիմադիր երևի։ Չէ, ասեմ ճիշտ ասած, ինչի չեմ պատկերացնում, որովհետև բակերի ընտրությունները կատարվում է իրանց վիճակից ելնելով, եւ եթե նմանատիպ բան դուք գիտեք, ես չեմ ասում, տես բան չկա, պրոստը դա ընդունելը չի ինձ համար, դրա համար չեմ ուզում նման պատկերացնեմ, եւ բակերի ընտրությունը վիճակից ելնելով վերջի ամիսներն ու տարիներին 2 տարի բակեր բավականին վերանորոգվել են։ Որտեղ որ ինքը կառուցեց Մելոդիայի շենքի կողքը, այդ բակը վերանորոգման ենթակա չէր, բայց բակը վերանորոգեց, որպեսզի ապօրինի կառույցի վերաբերյալ բնակիչները ոչինչ չխոսեն։ Տիկին Ավետիսյան, կներեք էլի, այս մասով մի բան ասեմ, այդ բակը որ ասում եք ամենայն հավանականությամբ դիմաց թաղամասում է։ Այո։ Դիմաց թաղամասի բոլոր շենքերի բակերը դարոժնիկի ծրագրով պետքա նոր ջրագծեր քաշվեն։ Արվել են, ավարտվել են։ Ու այդ ջրագծերի Չէ, պարոն Քոթանջյան, ավարտվել են։ Բայց մենք ոնց անենք, եթե դարոժնիկը պետք է աներ։ Տեսեք, դա խորը առումով նախանցած տարվա իրականացած բոլոր փոսերը պետք է իրանք ասֆալտապատեին ու գնան։ Այլ բան է, որ համայնքի պարոն Քոթանջյան, այդ դարոժնիկինը փողոցի մասին է խոսքը, դա արվել ավարտվել է։ Ես բակերի մասին եմ խոսում։ Հիմա Իսահակյան 2 եւ 4 շենքերի բակերն անում են, որովհետեւ այնտեղ ընդդիմադիր չկա ապրող, բայց Իսահակյան 19-ի բակը չեն անում, որովհետեւ Արկադի Փելեշյանին ընդդիմախոս կա։ Բայց մի հատ հարց տամ, էլի ընդդիմադիր ինչ է նշանակում։ Այսօր մենք ընդդիմադիր ավականու անդամներ բոլորն են տես ներկայանում, էլ ասենք ում են ընդդիմադիր, էլ ուզում հասկանամ, քաղաքը իրականացնող գործերին ասենք որ ասում են ընդդիմադիր ավականու անդամ կամ ընդդիմադիր մարդիկ քաղաքապետարանի կամ բաժնի պետի կամ ժամանակում են ընդդիմադիր։ Եթե քաղաքում հարցեր լուծվում, եթե ընդդիմում են ընդդիմադիր, այդ մարդիկ մենք մի հատ ընդդիմադիր ճիշտ ասած չտեսնենք, երբ որ ավականու նիստին գա, ասի Այվազյան ջան, այս ինչ հարցը սխալ է սարել, ներկայացրա, այս ինչ հիմնավորումները եւ պահանջի։ Ընդդիմադիր ում են ընդդիմադիր։ Ժողովրդին են ընդդիմադիր։ Դուք գրեթե ճիշտ եք, ինչի անունով։ Ես միշտ ոնց որ հասկանում եմ դուք ինչ ասում հաստատում եք, որ ես ճիշտ եմ, շնորհակալ եմ դրա համար։ Հա, գրեթե համար, որտեղ ընդդիմություն եւ իշխանություն հասկացողությունը դա գաղափարների բան է, հա։ Հիմա տեսեք, որպեսզի մենք կարողանանք գնահատենք ընդդիմություն ասվածը, մենք պետք է հասկանանք նախ այդ դիմության
ինչ գաղափարախոսության շուրջ է ու դրան կողմ է այս մի խումբը թե դեմ։ Իմում գաղափարախոսությունը մեկն է քաղաքի զարգացումը։ Ոչ, Եթե քաղաքական, ինչ եք ասում։ Բա ի՞նչն է դեպի։ Կներեք, Վանաձորի դեպքում ընդհանրապես գաղափար չկա։ Բայց ընտրություններին գաղափարներ են գեներացվել։ Չէ, ստե կա զորբայություն, ու այդ զորբայության դեմ իմ կարծիքով նաև Վանաձոր համայնքի բնակչության մի զգալի, եթե ոչ գրեթե ամբողջ Զորբայության նպատակը ի՞նչն է։ Զորբայության նպատակը իշխանություն վերցնելն է։ Իշխանությունը մաղուց վերցրված է եւ հիմա իշխանության վերցնելուց հետո նպատակը քաղաքի զարգացումն է։ Բայց մենք, ես ուզում եմ մի հատ հարց տամ, կարելի է ես ձեզ հարց տամ Տիկին Ավետիսյան, պարոն Քոթանջյան։ Իմանայեք, Վանաձորում այնպես իրավիճակ է ստացվել, որ ինքը քաղաքապետարանը տարբեր քաղաքական կուսակցություններ, տարբեր թիմեր են, որոնք որ փորձում են քիչ թե շատ դավանեն կամ շատ բան չի ստացվում, անկեղծ ասեմ, ինձ մոտ դժգոհություն է կա։ Դավանում է այդ ձախ գաղափարախոսությունը։ Ձախ գաղափարախոսությունը։ Այդ կուսակցություն հասկը ձախ գաղափարախոսություն։ Ես չգիտեմ գաղափարախոսությունը ինչ է, կուսակցությունները վերաբերում են որպես միջոց ընտրություններին մասնակցելու եւ որևէ կուսակցություն ինձ համար գաղափարախոսություն չունի։ Եվ ես այդ գաղափարախոսությունը ես ընտրություններին բոլոր կուսակցություններին դիտարկում եմ միջոց ընտրություններին մասնակցելու համար, որովհետեւ ես որևէ կուսակցության գաղափարախոսություն ծանոթ չեմ։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք քաղաքի հիմա դարես ուրիշ հարցեր ուզում ձեզ տամ։ Հիմա Վանաձոր համայնքում իրականացվում է ինչ-որ աշխատանքներ։ Լիքը բազմաթիվ թերությունները։ Լավ, մենք ուզում ենք Վավշե ոչ մի բան չիրականացվի, որ ասենք մենք քաղաքը բան չի իրականացում, թե մենք ուզում ենք հնարավորինս մարդկանց խնդրենք, որ դուք էլ եկեք միացեք, մեր ձեր դժգոհություններն ասեք, թերությունն եկեք ասեք, մենք էլ ուղղվենք, ավականով եկեք պահանջեք, որ եղբայրս ինչ բանը սենց մի արեք, մենք 17 հոգի չենք ավականի, 33, թող գան, դեմ քվեարկեն, մենք էլ իմանանք, սխալա չանենք, ինչի, քվորում մեկը ապահովում է, թող գան դեմ քվեարկեն, բյուջեն չհաստատվի, ինչի իրենք ինչի չեն գալի, որովհետև Տիկին Ավետիսյան, իրանք որ գան էլ դեմ չեն քվեարկեն։ Պարոն Այվազյան, գիտեք ինչի չեն գա։ Ես ձեզ ասեմ, որովհետև իրանք բոլորը ապրում են այս քաղաքում, իրանք գիտեն, թե դրանից հետո մարդիկ իրանք ոնց են վերաբերվելու։ Իրանք վերաբերվելու են որպես դավաճան, դրա համար չէ։ Բա երբ որ իրանցից մեկին քաղաքապետ ընտրելու հարց ա լինում, պատրաստ են գան։ Չէ, քաղաքապետ ընտրելու Թող գան ընդդիմադիր քաղաքապետ տեխնացներ կան ընտրեն։ Օրինակ Արտավաս Ալավերդյանը ինչ վաղ ընդդիմադիր քաղաքապետ տեխնացու է։ Թող գան ընտրեն։ Ես ասեմ, ոնց որ ես առաջարկում եմ, եթե իրենք ուզում են ընդդիմադիր լինեն, թող գան ընտրեն Արտավազը շատ լավ տեխնացու է։ Լավ է, եթե օրինակ Չեն գա, որովհետև իրենք մեն համացանցում են խոսում, իրանք դե գալու ընտրելու ցանկություն Չէ, համացանցում էլ չեն խոսում։ Ձեր ավականիները ձեր նկատի ունեմ բոլոր 33 լավ, որովհետև Արտավազ Տալավերդյանը ընդունում է մեր հրավերները գալիս է, Լուսահոգի Գայանե Քալանթարյանը մեր բոլոր հրավերներն էր ընդունում գալիս էր եւ մնացածների մասին ոչինչ չեմ կարող ասել, այդ նոր ընտրվածներին չեմ ճանաչում, նոր մանդատ վերցրածին, այդ կնոջը որ Տիկին Քալանթարյանի փոխարեն մանդատ է ստացել, բայց հավաքվեք, ընտրեք քաղաքապետ։ Ես ուզում եմ ասեմ, թող իրանք իրենց ընտրողների առջև պարտքը կատարեն, իրանք ընտրել են աշխատելու համար, չեն ընտրել նեղանալ գնալ։ Իրանք ընտրել են առաջին նիստում քաղաքապետ ընտրելու Տիկին Ավետիսյան նեղած հծավականին, ինչ անում, ինքը նեղանում է, ասում է ես չեմ գալի նիստերին, թող գա մասնակցի նիստերին, պահանջի, մեզանից է պահանջի, ես եմ քաղաքապետից ինչ պահանջի։ Չընտրված քաղաքապետ չի, ժամանակավոր պաշտոնակատար, որը պարտավոր։ Նշանակած մարդ է, Նշանակած մարդու չեն կարող պահանջել։ Օրինակ այդ մարդը հաշվետու է։ Միայն Նիկոլ Փաշինյանը ոչ մեկից հաշվետու։ Դա ձեզ թվում է ավականու անդամն է։ Ես ավականու անդամն եմ, ժամանակավոր պաշտոնակատարը պարտավոր է ներկայացնի հաշվետվություններ, թող գան պահանջեն եւ ասեն դուք սխալ եք անում, ես ինչ բան է, արեք ճիշտ։ Ի՞նչ դա։ Չեմ մոլորեցնում։ Մոլորեցնում եք մեր հերոստատիտող։ Ես Վանաձորցիների հիմա մի օրինակ ես ես հարցնեմ, ինչի ամբողջ քաղաքը նիստի ասում, ինչի օրինակ նիստ չեն դնում համայնքի ղեկավար ընտրելու։ Որովհետև արգելք է դատական մեջ։ Իրավունք չունեք դնել։ Ոնց որ են որ արգելք կա, ձևերն է գիտենք ոնց անեն, որ այդ արգելքը վերանա։ Իսկ ինչի չեն ընդդիմադիր ավականները գալի արտահերն նիստի բյուջեին դեմ քվեարկեն։ Բայց ինչի։ Թող գան դեմ քվեարկեն։ Քվորում մեկը ապահովում։ Ես նոր եմ ասում, այդ մարդիկ ապրում են այս քաղաքում, գիտեն որ
ինչա Թողգան ընդդիմոտ էր քաղաքապետ ընտրել։ Օրենքով քանի ամիս էր, որ նիստ չի։ Թողգան ընտրել դենք է տեսնենք։ նստաշրջանով, բայց քանի որ մենք չունենք հերթական նստաշրջան, Դե բազմաթիվ անգամներ։ այսինքն 4 ամիս է։ Հիմա ուրիշ բան է, ինչի ԿՊ-ն ու հասկը իրար հետ օրինակ չեն դնում առաջադրում Արկադի Փելեշյանի, ենթադրենք համայնքի։ Որովհետև դատական արգելք կա քաղաքապետ ընտրելու։ Անդիմությունը ոնց կա անդիմադիր։ Ընդդիմությունը դատական արգելքը, եթե իրանք ասում են, որ ապօրինի է այդ վճիռը բողոքարկումը, իրանք գան նիստի մասնակցելով քննարկությունով։ Որ օրինակ երկշաբթի օրը օրինակ չգիտեմ, որոշում կա։ Հիմա խնդիրը քաղաքապետ դառնա։ Օրինակ ինձ համար вообще իրական չքաղաքապետն ով է, որ ես ինչպես աշխատեմ։ Ես վանաձորցիների համար եմ աշխատում, քաղաքապետ։ Քաղաքապետ ունենալը խնդիր չի ցես համար։ Քաղաքապետ ունենալը խնդիր է, բայց եթե իրավիճակ է գալիս, որ քաղաքապետ չունեն, գոնե այս պահին ժամանակավոր, որը ոչ դով է որոշը։ Պետք է որոշողները դատական վերջանա, պաշտոնական տարափոխվի եւ Ենթադրենք օրինակ, չգիտեմ, 3 շաբթի, 4 շաբթի կամ 5 շաբթի օրը օրինակ որ արգելանքը այլևս վերջ չի փոխ։ Այս դեպքում բայց չկա վերևի։ Ես վստահ եմ, որ այդ դեպքում է նույն Արկադի Փելեշյանը շատ մեծ հավանականությամբ քաղաքապետ կընտրվի։ Ինչով եք Վստահ եմ։ Այսինքն Ես վստահ եմ։ Հիմա ուզում եք ասեք ինքը իրավունքի բողոքարկի վճռաբեկ դատարան։ Չգիտեմ գնալու են թե չէ, բայց ես չեմ կարծում ռիսկը դեռ չեմ տեսնում, որ ընդդիմադիր ինչ-որ մեկը գալու է քաղաքապետ թեկնածու առաջադրում։ Որ վստահ եմ։ Ես ասեցի միան իմ այսպեսի կարծիքով ով դրա մանդատ պակասում է, չի կարող ընտրվել, մի մոլորեցրեք։ Ինչու՞ չի կարող։ Քաղաքացիական պայմանագրի ձայները եւ Ամեն Կոնաստանյան դաշինքից կամ հայրենիքից ով ասե որ չեն ընտրելու։ Ընտրող են Ընտրողը մենք գանիստ կա։ Դե գալիս են էլի, ես 3-4 տարի է դաշինքի չեն գալի օրնիստը։ Քալանթարյանի մահից հետո եկել են։ Դեռ չեն եկել, բայց կարող է լինի։ Իմ կարծում եմ այո։ Ես կարծում եմ որ մենք հիմա սուբվենցիաներն էլ ենք հաստատելու, նիստը կայանալու եւ բյուջեն էլ հաստատվելու եւ գալու են։ Իմ անձնական կարծիքն է դա։ Ու ոչ մեկը դա միշտ հիմա ես ազնապես կարծում եմ որ չեն գալ։ Լավ մեր խնդիրը ժողովուրդ ջան, մեր վանաձորցիները մեզ նայում են, ես ուզում եմ մի քիչ այնց մեր խնդիրը վանաձորց ու հարցը լուծելն է, թե քաղաքապետ իրական մի կներեք բայց օրինական ճանապարհ լուծելն է, որ աշխատող մարդկանց չխանգարեն մի քանի հատ խնդիր։ Հաշվի առնելով Եվրամիության ծրագրի արդյունքները, մենք խնդիր ունենք առաջի հերթին, քանի որ բյուջեն 5 միլիարդից անցնում է եւ ըստ Եվրոպին սուբվենցիայով 12 միլիարդի հնարավորություն կունի, առաջին հերթին խնդիրը այն է, որ կարողանա ստեղծվի մի բան, որ այդ գումարները չանհետանա։ Դե գումարները միշտ հիմա էլ չեն անհետացել, ես իրանց ձեզարկայությանը ճանաչեմ, բայց ամենայն դեպս որևէ քայլ իրականացված չկա։ Ձեր հետ համակարծիք չեմ, որ չի անհետանում։ Գևորգ ջան, դու միշտ ասում եք ինչ-որ բաներ անհետացել է, բայց երբևիցե պատասխան տվող չի եղել։ Այո, այդ էլ է հարց։ Ինչի մնացածը պատասխան են տալիս։ Ես ոչ մեկի չգիտեմ, որ ձեր ասելով պատասխան տվել։ Սիրելի հեռուստադիտողներ, այս տաղավարում կարող էին լինել այս կամ մեր ավելի մեծ տաղավարում 33 ավականու անդամներ, գումարած մեր երկու սիրելի քաղաքացիները, որոնք իսկապես մտահոգված են եւ նրանց այստեղ գտնվելը արտացոլումն է նրա, որ այդքան էլ անտեր չի այս քաղաքը, եթե ավականիները տեր չեն կանգնում, գոնե կա քաղաքասարակություն եւ կան աշխատակիցներ ու շատ լավ է որ կարծիքների բախում տեղի ունեցավ հաշվի առեք որ այս եթերաժամը նախատեսված էր ավականու անդամների համար որոնք խուսափեցին գալ եւ քննարկել ինչ մնաց որ կգնան նիստի եւ քվորում կապահովեն եթերում Impulse podcast-ներ տաղավարում Գևորգ Քոթանջյանը, ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության ղեկավար եւ Վանաձորի համայնքապետարանի հավաքագրման բաժնի պետ Արմեն Այվազյանը։ Կհանդիպենք։